Բերեց արհավիրքների մեր պետությունը, մեկ էլ 3 օր անց ինքը սկսում է լավ ապրել, բայց ժողովուրդը բնավ դեռ լավ չի ապրում, սա ինձ վատ արդյունք հնարավոր չի։ Եթե ժողովուրդը զգա, որ եկել են բա, որ իրոք մենք պետություն ենք կորցնում, վստահաբար այդ ղեկավարը այլևս չի լինելու ղեկավար։ Եթե դու պատրաստ չես պատերազմի, ապա ինչի ես հրահրում պատերազմը։ Այս 3 կուսակցությունները երեքով միասին չեն հաղթում իշխող կուսակցությունը։ Հանրապետություն կուսակցությունը դա ԿՊ-ի, այդ ասել են բան, էժան պադելկեն է։ Մենք բնականաբար չեն կարող համագործակցել ԿՊ-ի հետ իշխող կուսակցության հետ։ Կոալիցիա կազմել է Նիկոլին հեռացնելու համար դա նպատակ չի։ Դա էլ է նպատակ։ Եղբայր եկել է ժամանակը անցել է։ 5 տարուց հետո էլ է նույնը լինելու, ասել են 31 թվականին այսօր բոլոր թալանչիների բարը տները մենք վերածելու ենք, չգիտեմ ինչ։ Հիմա դրա համար գիտեք ինչ կանեն, մի 50 տարի կտային։ Իրենք երբ որ եկան իշխանության, ինք սկսեցին վայելել այդ իշխանությունը, այդ գումարները, որը երբեք չեն ունեցել։ Շատ-շատ են չեմ ճանաչում ընդհանրապես։ Բարև ձեզ այսօրի հյուրը Նորուժ կուսակցության նախագահ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։ Ողջույն Հայկ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ ժամանակ եք գտել։ Ինչպես է անցնում ձեր ընտրարշավը։ Բավականին հետաքրքիր, բավականին աշխուժ։ Մենք շատ մեծ քանակությամբ այցեր ենք ունենում, տարբեր մարզեր, Երևանի տարբեր շրջաններ եւ բավականին շատ պոզիտիվ էներգիա ենք ստանում մեր քաղաքացիներից։ Ինչ եք կարծում, ով է ձեր ընտրողը։ Մեր ընտրողը լավ հարց եք տալիս, մեր ընտրողը նախ երիտասարդներն են, վստահ եմ։ Մեր ընտրողը մարդիկ են, ովքեր նայում են ոչ թե ով ինչ ասեց, ով ինչ արեց, անալիզ են անում եւ ընտրություն են կատարում։ Այսինքն, եթե կարճ։ Այսինքն դուք կարծում եք, որ ավելին եք, քան պարզապես այն նիշան, երբ ոչ նախկին, ոչ ներկա, ոչ օլիգարխ, ոչ նիկոլական, հա, ինչ որ այսպեսի տեղ եք զբաղեցրել, թե այդուամենայնիվ ձեզ մոտ կա ինչ որ ներվ, կրեատիվ ինչ որ ներվ, որը չկա ուրիշների մոտ։ Նախ այդ ալտերնատիվը մենք ներկայացնում ենք, ինչպես ասացիք, շատ ճիշտ բնութագրեցիք, որ մենք, այո, ոչ նախկին իշխանություն ենք, ոչ ներկա իշխանություն, որպես այդպիսին, եւ մեր քաղաքացիներին պետք է ալտերնատիվ տաս, որ իրենք կարողանան ընտրություն կատարել, դա մենք ենք։ Նաեւ մեր թիմը դա հեղափոխական թիմն է, որը այնուամենայնիվ մնացել է իր սկզբունքներին, այսինքն 18 թվականին ժողովուրդը ինչ էր պահանջում, պահանջում էր արդարություն, պահանջում էր հավասարություն, չէ, օրենքի առաջ, որ բոլոր հավասարներին կոռուպցիայի կանխարգելում եւ ընդհանրապես վերացում, այդ ամեն ինչը մենք մեզ մեջ կրում ենք նույնպես եւ ուզում ենք շարունակենք, որովհետեւ այդ պահանջը կար, բայց այդ պահանջը մնացել է օդում, չի իրականացել։ Դե իհարկե նաեւ ներկայացնում ենք իդեաներ, ինչպես դուք ասացիք, որը մարդկանց հետաքրքրում են եւ իրենք նաեւ այդ սկզբունքների եւ իդեաների համար պատրաստ են իրենց ձայնը տալ։ Հայկ, դուք խոսեցիք նաև հեղափոխության մասին, 2018 թվականի հեղափոխության ժամանակ ես Մոսկվայում էի, բայց այն ժամանակ այնտեղ էի ապրում եւ աշխատում, բայց ամբողջ սրտով աջակցում էի այդ հեղափոխական շարժմանը եւ ուրախանում էի, որ ուրախացել էի, որ Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել եւ այլ եւ այլ։ Բայց որոշ ժամանակ անց, այդ թվում նաև հենց պատերազմից անմիջապես հետո ես զղջացի դրա համար եւ հրապարակավ խոսացի այդ մասին, իսկ դուք հրապարակավ խոսել եք։ Դե միայն այն, որ մենք հիմա անդիմադիր ուժ ենք, միայն այն, որ մենք մասնակցում ենք արդեն երկրորդ ընտրություններին, 23 թվականին ենք մասնակցել, 26 թվականին ենք մասնակցում, խոսում նրա մասին, որ մենք համաձայն չենք այս ամենի հետ ինչ կատարվում է։ Այնպես որ կարծում մեր գործողությունները ավելի են, քան խոսքերը։ Համաձայն չեք արմատական ընդդիմություն եք, թե այդուամենայնիվ դուք հասկանում եք, որ ձեր քաղաքական մրցակիցը ձեր նախկին գործընկերներն են։ Մեր քաղաքական մրցակիցները բոլորն են։ Ընդհանրապես հիմա եթե կա 19 կուսակցություն, 18, մեկը դուրս է եկել։ Մեկը դուրս է եկել։ Շատ լավ, 18 կուսակցություն, լավ է, էլի։ Զուտ մաթեմատիկայի ես մաթեմատիկայի նաև ոլորտում եմ, ինչքան քիչ, այդքան բոլորի շանսերը մեծ։ Մի խոսքով, քանի որ 18 շարժում կա, դաշինք կա, կուսակցություն կա, բնականաբար կա 18
միտք, հա, մարդիկ ովքեր համաձայն չեն մեկը մյուսի հետ։ Եվ կարծում եմ, այստեղ բոլորը մրցակից են բոլորին, վստահաբար, ով ասում է այդպես չի, կներեք մի փոքր ինչ ճշմարտություն չի ասում։ Այսինքն չեք զղջում, որ 2018 թվականին այդ հեղափոխության ոչ միայն ակտիվ աջակցողն եք, այլ նաև ակտիվ մասնակիցը եւ նաև ձեր շնորհիվ էին մարդիկ դուրս գալիս փողոց։ Ճիշտ է, նաև շատ մարդիկ մոտենում են ինձ, ասում են Հայկ ջան, ես քո համար եմ դուրս եկել եւ այլն։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, երկար մտածում եմ սրա մասին, անընդհատ ինքսի մեջ ուզում եմ պատասխանները գտնել, բայց մի այսպիսի հետաքրքիր պատասխան եմ գտել բժշկական ոլորտից։ Պատկերացրեք, որ հետո շատ կարևոր է, որ հետո նայելը շատ ավելի հեշտ է եւ դու ամեն ինչ տեսնում ես, որովհետեւ գիտես, իսկ այդ պայն դու պետք է որոշումներ կայացնես։ Պատկերացրեք, քո մոտ առաջացել է կույրակի հետ խնդիր։ Խնդիրը կույրակը պետք է հեռացվի։ Ինչ անում մարդ, բանական մարդ, այդ խնդիրը պետք է հեռացնի։ Գնում է այդ վիրահատությունը անում, բայց բախտը չի բերում եւ բժիշկը լինում է ոչ մասնագետ, ինչի ասում է լիքը բաներ, շատ բաներ ասում, բայց ինքը իրական լավ չի տիրապետում եւ այդ կույրակը հեռացնելուց շատ լուրջ խնդիրներ առաջացնում օրգանիզմում ընդհանրապես։ Հիմա հարց, երբ քո կույրակը խնդիր ունի եւ անհապաղ պետք է հեռացվի, դու հեռացնում ես թե չէ։ Այդ հարցը դրան է նման։ Այսինքն մենք ունենք խնդիր, որը տասնամյակներով պայքարում ենք։ Եվ ես որպես հասարակական ակտիվիստ էի, քաղաքականություն հետո եմ մտել, բայց միշտ որպես հասարակական շարժումների բոլորի մեջ գրեթե մասնակցել եմ, միշտ երազել եմ, որ մեր պետությունը այնուամենայնիվ պրոգրեսիվ պետություն լինի, եվրոպական մոդելի պետություն, եւ ոչ միայն ես, հարյուրավոր հազարավոր մարդիկ են մասնակցել, իսկ 18 թվականին արդեն 100,000-ավոր մարդիկ եւ դուք անգամ չլինելով Հայաստանում։ Եվ այո, մեր պահանջը կար, որպեսզի հին իշխանությունները պետք է փոխվեն։ Բայց որ բախտներից չբերեց եւ բժիշկը ճակերտավոր այդպես էլ գլուխ չանեց ինչ պետք է անի եւ արեց այնպիսի բաներ, որ բերեց արհավիրքների, մեր պետությունը երբեք առաջին անգամ հիասթափվել Փաշինյանից, երբեք հասկացել, որ ինչ որ մի բան է ինչի։ Բազմիցս նշել ենք, որ ես էլ եմ նշել, նաև մեր քաղաքական թիմն էլ, որ արդեն մինչև պատերազմը մենք խնդիրները տեսնում ենք, այսինքն սա կապված է ոչ թե Արցախի հետ, այս խնդիրը կապված է ներքին քաղաքականության հետ եւ ես շատ ցավով արձանագրում եի, որ ԿՊ-ի թիմը եւ շատ կարեւոր է այստեղ տարանջատել, կար իմ քայլը դաշինք, որը հեղափոխական դաշինք էր եւ այնտեղ շատ մարդիկ կային, որոնք ԿՊ-ի հետ ընդհանրապես կապ չէ եւ ԿՊ բառը ոչ մեկ չգիտեր այն ժամանակ։ Բայց ԿՊ-ի գործընկերները շատ արագ սկսեցին հեռանալ այն պրինցիպներից, որը մենք հայտարարել ենք։ Ես բազմիցս եմ խոսել դրա մասին, փորձում են ինչ-որ պրիվիլեգիաներ ստանալ, փորձում են ինչ-որ մեկի համար էս, մեկի համար եւ այլն, եւ շատ կոշտ դիրքորոշում ունեի դրա հետ կապված, շատ կոշտ դիրքորոշում ունեի նույն պարգևաճարների հետ կապված, որովհետեւ դա հեղափոխական թիմեր ես միշտ ասում, մասնագետները կարող են պարգևաճար ստանալ, տեխնոկրատները կարող են ստանալ անգամ եթե նախարար, բայց տեխնոկրատ, բայց հեղափոխական թիմը որը եկել է խոստումներով, որ պետք է ժողովուրդը ավելի լավ ապրի, մեկ էլ 3 օր անց ինքը սկսում է լավ ապրել, բայց ժողովուրդը բնավ դեռ լավ չի ապրում, դա շատ տարօրինակ էր ինձ համար, եւ անդադ բախումներ են լինում ներքին, եւ այդ բախումները արդեն հասել էին իրենց ապոգեին միջև պատերազմը։ Եվ ես կարծում եմ մեր բաժանումը հենց պատերազմից առաջ արդեն պետք է լիներ, բայց երբ պատերազմը վրա հասավ, ես process-ը կանգնացրեցի, որովհետեւ պատերազմի ժամանակ պետք է մի բռունցք դառնաս։ Այդ իսկ ինչ է կարծում Փաշինյանի թիմակիցները իսկապես մտածում են, որ այնինչ իրենք անում են, ճիշտ են անում, հավատում են, թե չեն մտածում, ես չեմ կարծում, որ այդ թիմում չկան տրամաբանություն ունեցող մարդիկ։ Տեսեք, ամենադաժան մարդասպանը դա բնությունն է այդպես է, ուղեղը այնպես է աշխատում, որպեսզի որ կարողանա մարմինը այնուամենայնիվ ապրել, ինքը իրեն արդարացնում։ Այո, ինքը բոլորը ուղեղը արդարացնում է։ Բոլորը։ Բոլոր մարդիկ, մարդը այդպեսի է ակե։ Թիմում, Փաշինյանի թիմում բոլորը այդպես մտածում է, իրենք իրենց արդարացնում են։ Ով չի մտածում, նա գնում է դեմ։ Կան, եթե նկատել եք, կային մարդիկ, ովքեր Փաշինյանի թիմից են, հիմա իր թիմից չեն։ Հիմա աններով չասեմ, բայց եւ падգամավորներ կային, եւ ուղակի աջակիցներ։ Եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը այս ընտրությունների արդյունքում, քանի հոգի կմնա իր շուրջ, իր կողքը։ Դա շատ բարդ է ասելը, հավանաբար շատ քիչ կամ չի մնա, կամ շատ քիչ կմնա եւ ոչ միայն Փաշինյանի մասն է խոսքը, ընդհանրապես բոլոր իշխանությունների կողքին, երբ որ իշխանությունը կորում է, շատ քիչ մարդիկ են մնում եւ իմիջիալոց անկախ ամեն ինչից, ոչ թե Փաշինյանի մասն է խոսքը, նույն ՀԿ-ի, մյուսների, այն մարդիկ, ովքեր այնուամենայնիվ մնում են լիդերի կողքը, իրեն գաղափարական էին։ Մնացածը ուղղակի պատեապաշտ։ Հայ, եկեք մի քիչ
ավելի հեռուն գնանք, հա, ավելի հեռու անցյալը գնանք։ Երբ էր ավելի վատ Հայաստանում իրավիճակը, երբ էր ավելի վատ Հայաստանում սովորական մարդու համար։ Ռոբերտ Քոչարյանի թե Սերժ Սարգսյանի օրոք։ Դժվար հարց եք տալիս։ Ինձ համար շատ կարևոր է խոսքի ազատությունը, մարդու իրավունքները, այդ պարագայում ես կարող եմ ասել երկու նախագահի դեպքում էլ լավ չէր, բայց այնուամենայնիվ պետք է նաև ասեմ, որ անկախ ամեն ինչից մենք շատ դանդաղ, բայց ինչ որ մի էվոլյուցիա ապրում ենք։ Իմիջիալոց հիմա էլ ենք էվոլյուցիա ապրել։ Ես հիմա որ ես նաև սիրում եմ մենք ասում ենք մենք ճիշտ ենք միշտ ասում, չենք ասելու մի բան, որը չկա, հիմա էլ է էվոլյուցիա, այսինքն չեղավ ռևոլյուցիա, մեր ասածը սա է։ Այսինքն հեղափոխությունը կյանքը շարունակվում է։ Եղավ էվոլյուցիա, այսինքն ներքին, եթե մենք ներքին կյանքի մասն ենք խոսում, գնալով կոռուպցիան քչացել է, չի վերացել, բայց էլի շատ վատ վիճակում է, հասկանում եք։ Ամեն դեպքում ինչ որ շարժ կա։ Ինչ որ գումարներ ծախսվում են պետության վրա, ավելի շատ, ավելի բարձր մի քիչ օգտակար գործողությամբ, քան ծախսում էր երկրորդ կամ երրորդ նախագահի դեպքում, բայց դա շատ քիչ է։ Հասկանում եք, մեր նման պետությունը իրավունք չի Իսկ երբ էր ավելի վատ Սերժ Սարգսյանի օրոք թե այսօր։ Նորից եմ ասում, այստեղ երկու հարց կա։ Կա Արցախի հարցը, որը լրիվ առանձին հարց է, որը այսօրվա իշխանությունը ամբողջությամբ տապալել են։ Սա առանձին քննարկման հարց է, եւ առանձին քննարկման հարցը ներքին կյանքը։ Ներքին կյանքի իմաստով ասում կա էվոլյուցիա, չկա ռևոլյուցիա, կա էվոլյուցիա։ Արցախի հարցը տապալած է մաքսիմալ։ Ընդ որում երբ որ ինձ հարցում են Արցախի հարցը բայ որ լիներ այսպես, ես ասում եմ հիմա ամենավատ լուծումն է ստացվել։ Ուրեմն ամենավատ ղեկավարումն է եղել եւ ամենամեծ տապալումն է եղել։ Սա ինձ վատ արդյունք հնարավոր չի այլևս։ Բայց Արցախը եկեք դնենք մի կողմ, ինչպես դուք եք ասում, ես չեմ պատկերացնում ինչպես կարելի է տարանջատել, բայց տարանջատեցինք։ Okay, դուք ասում եք, որ հիմա ներքին հասարակության վիճակը, սոցիալ-տնտեսական վիճակը ավելի լավ է, քան Սերժ Սարգսյանի օրոք էր։ Ես խոսում եմ տարբեր բիզնեսմենների հետ եւ միջին օղակի եւ ավելի խոշոր բիզնեսների, միջին բիզնեսի եւ ավելի փոքր ձեռնարկությունների, միջինը եւ փոքր ձեռնարկությունները շատ ավելի գոհ են, որովհետեւ ավելի օրինական դաշտում է ամեն ինչ կատարվում, խոշոր բիզնեսմենները այնուամենայնիվ բողոքում են կոռուպցիոն համակարգից, մասնավորապես քաղաքապետարանից են շատ բողոքներ ստանում, դե արդյոք գիտեն որ դրա հետ կապ եմ ունեցել, գալիս են ինձ ասում են եւ իհարկե խնդրում են որպեսզի ես իրենց անունները չհրապարակեմ, բայց process-ների մասին կարող եմ ասել։ Իսկ հասարակության վիճակը, տեսեք, Սերժ Սարգսյանի օրոք մենք բոլորս դժգոհում ենք իշխանություններից, մենք բոլորս քննադատում ենք Սերժ Սարգսյանին, քննադատում ենք նախարարներին, քննադատում ենք, խոսում ենք կոռուպցիայի մասին եւ ոչ միայն կոռուպցիայի մասին, բայց այդուամենայնիվ մենք կարող ենք դա անել հենց նախարարի գրասենյակում նստած եւ ոչինչ չէր լինի։ Աշխատանքից ոչ ոքի չէին հեռացնում Սերժ Սարգսյանին քննադատելու համար։ Համաձայն չեմ ձեր հետ, բայց չէ, բայց դա համատարած երևույթ չէ։ Մարդկանց իրենց քաղաքական հայացքների համար հեռացնում էին, ինչպես նաև հիմա։ Չէ, համեմատում եք ինչպես նախկինում էին հեռացնում եւ ինչպես հիմա։ Այո, հիմա ուղղակի այդ ամեն ինչ ավելի շատ է։ Վախի մթնոլորտը կար եւ Սերժ Սարգսյանի ժամանակ, վախի մթնոլորտը կար Նիկոլ Փաշինյանի ժամանակ։ Ես որ ասում եմ այդ ասում եմ բան չի փոխվել կամ այդ չկա ռևոլյուցիա, սրա մասն է խոսքը։ Եվ ես նաև դա տեսնելով, իրենք փորձում են օրինակ քաղաքապետարանում նույնը անել, բայց ես թույլ չէի տալիս։ Բայց դա տևեց 3 տարի։ 3 տարուց համաձայն եք երկրորդ նախագահի այն հայտարարությանն հետ, որ եթե Նիկոլ Փաշինյանը այդ ամենանիվ վերընտրվի, հնարավոր է դրանք լինեն վերջին ընտրությունները եւ նա լինի Հայաստանի վերջին վարչապետը, այսինքն ուզում է ասել, որ երկիրը կարող է ընդհանրապես կործանվել որպես հայկական պետություն։ Համաձայն եք այս տարածված կարծիքի հետ, այս տարածված մտավախության հետ։ Ես մեծ հույսեր ունեմ, որ անկախ նրանից թե ով է ընտրվելու, Հայաստանի պետությունը մնալու է, կայուն է լինելու, գնալու է առաջ։ Ես դա ոչ թե ասում եմ եւ դա չեմ կապում պետության ղեկավարի հետ, կապում եմ ժողովրդի հետ, որ եթե ժողովուրդը զգա, որ եկել են պահ, որ իրոք մենք պետություն ենք կորցնում, վստահաբար այդ ղեկավարը այլևս չի լինելու ղեկավար։ Այսինքն դեռ այդ վտանգը չկա, դրա համար ժողովուրդը փողոց դուրս չի եկել։ Դե ընդհանրապես բոլոր ազգերի մոտ է այդպես, բայց մեզ մոտ հայերիս մոտ միջև ասма դանակը ոսկորին չի հասնում։ Այսինքն դուք կիսում եք իշխանությունների այն կարծիքը, որ 300,000
ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձը դա սուտ նարատիվ է, չկա նման խնդիր։ Ես չգիտեմ դա սուտ է թե չէ, ես չեմ կիսում դա։ Ես ասում եմ, եթե մենք զգանք այդ վտանգը, էլ այստեղ չենք նայելու ոչ մի բան, այսինքն ժողովուրդը ինչպես 18 թվականին դուրս եկավ փողոց, որովհետև արդեն զգում էր, որ այլևս այսպես ապրել հնարավոր չէ, վստահ եմ, որ մեր ժողովուրդը այնքան էներգիա ունի, ճիշտ է, մաքսիմալ այս իշխանությունները փորձել են այդ էներգիան, այդ ազգային մեր ոգին ճնշել, սպանել եւ անդադանում են դա, բայց միջևեր չեն կարողանալու դա անել։ Okay, իսկ ըստ ձեզ թվարկեք Փաշինյանի վերջին 3 ամենամեծ սխալները, որոնց համար նա որևէ ձևով չպետք է վերընտրվի, որոնք ձեզ համար շատ սկզբունքային են։ Ու առաջինը Արցախը ասացիք։ Արցախը առաջին հերթին բնականաբար, այսինքն այստեղ մաքսիմալ տապալում է գնաց իր կողմից։ Ընդ որում ես այստեղ ուզում ասեմ, որ բնականաբար ասում են, այ նախկինները մեղավոր են, որտեղ բանակը, այո, այդ ամեն ինչը կա, բայց ամենամեծ մեղավորությունը եւ պատասխանատվությունը գործող իշխանության վրա է, որովհետեւ այստեղ մի քանի թեզ կա, իսկ իրոք կարող ենք երկար խոսել, բայց ամենակարևոր թեզերից մեկը ինձ համար, որ եթե դու պատրաստ չես պատերազմի, ապա ինչի ես հրահրում պատերազմը։ Դու ոչ մի թիզական ես, ընդ որում բոլոր նախագահներից, բոլոր կուսակցություններից, չգիտեմ, դաշնակցությունից է, բոլորից ոչ մի տիզականն ես, մեկ էլ պարտությունից հետո դառնում ես մի ուրիշ ձև ուրացման, ասենց այդ դրոշակակիրը։ Սա ամենամեծ ինձ համար սխալն է, ընդ որում երկուսը միասին եւ գնալ արկածախնդիր այդ լուծումների, այսինքն հրահրել պատերազմ բառից բուն իմաստով։ Հետո էլ պատերազմից հետո նախ չկարողանալ ղեկավարել process-ը եւ պարտվել պատերազմը, դա միայն գործող իշխանության մեղավորությունն է, անկախ նրանից թե ինչ բանակ է ստացել։ Արցախի հայաթափումը։ Հա, ես ասացի, այդ սկիզբ որպես։ Դրանից հետո նորից որոշումների, տոտալ սխալ որոշումների արդյունք Արցախի հայաթափում եւ ի վերջո հիմա էլ գնում է ուրացման, այս լրիվ տոտալ խոսույթը եւ Արցախի մասով եւ ցեղասպանության մասով եւ մեր սիմվոլների մասով։ Եվ մնացած երկուսը Ես մի քանի հատ ասեցի այստեղ, էլի, եթե Արցախի մասով էլ դեր կարծիքով Արցախի 5-6-ն էին, էլի, հա։ Okay, այսինքն առաջին հերթին հենց ազգային հարցերը։ Բնականաբար։ Եվ ներքինը իհարկե, ներքինի մասներ ենք խոսում, ուղղակի սա այնքան կարևոր եւ մեծ թեմա է, որ ներքինը ստորադասում է, բայց ներքինը նույնպես, այսինքն այն սկզբունքները ինչի համար նա եկել է, առանցի մարդ է հայ, եւ պետք է որ հասարակության ներվը զգաք ավելին, քան կարող է զգալ մեկ այլ քաղաքական գործիչ։ Ձեզ չի թվում, որ այսօր մեր համար պակաս կարևոր չէ նաև հասարակության հոգեկան վիճակը։ Ամենակարևորն է։ Եվ մենք երբ ենք եղել այս վիճակում։ Երբեք։ Մենք սովետական միության փլուզումից հետո երբեք պարտված չենք եղել։ Չէ, պարտվելու մասին։ Չէ, պատերազմի պարտության արդյունքն է, առաջին հերթին։ Պարտված լինելու մասին չի խոսքը, խոսքը այն մասին է, որ եկեք խոստովանենք, որ մեզանից շատերն են այս օրերին, այս վերջին 6 տարիներին ոչ միայն պարտության պատճառով, այլ նաև նրա պատճառով, թե ինչ է կատարվում Հայաստանում, բարբերաբար մտածում ես, ես երևի կգա մի օր, որ կամաչեմ, որ հայ եմ։ Ես կարծում եմ, մենք պետք է ոչ թե ամաչենք, որ հայ ենք, մենք պետք է ամաչենք, որ ձեռներս ծալած, այսինքն այն մարդիկ, ովքեր ձեռները ծալած ոչ մի բան չեն անում եւ սպասում են, թե ինչ կլինի, իրենք ամաչելու տեղ ունեն։ Երբեք չի կարելի ամաչել, որ հայ ենք, վստահաբար մենք իսկապես ուժեղ ազգ ենք։ Ես վախենում եմ այդ մտքից, բայց գալիս է այդ միտքը։ Չի կարող գալ այդ միտքը, ուղղակի ստեղ ամենակարևորն է մարդիկ, որ պետք է գիտակցեն, որ առանց իրենց գործողությունների ոչ մի բան չի կարող լինել։ Գերմանիայի օրինակը բերեմ։ Երբ որ Գերմանիան պարտվեց, այնտեղ էլ ոչ պակաս, հա, այս վիճակներ հոգեբանական, այնտեղ ավելին, պատկերացնում եք ամբողջ պետությունը չկա, ամբողջը ասենց 0-ին հավասարված, բառից բուն իմաստով շենք չէր մնացել, քարի վրա չէր մնացել, բայց աշխատանքի շնորհիվ այսօր Գերմանիան նորից Եվրոպայի լոկոմոտիվն է։ Առաջնորդի շնորհիվ։ Նաև առաջնորդի շնորհիվ։ Ադենաուերի շնորհիվ։ Բոլորի, չեմ ասում, Ամերիկա նաև այդտեղ նաև Ամերիկայի մեծ նահանգներն օգնել Ֆերգեին, այսինքն արևմտյան մասին, դե արևելյան մասն էլ սովետական միություններ մաքսիմալ քանդում էլի, ինչքան անկախ արդյունքներից դուք շարունակելու եք այս ընտրությունների արդյունքներից դες համար շարունակելու եք քաղաքական գործունեությունը։ Ես միշտ եմ եղել ակտիվ մարդ։
Եվ հասարակական, եւ քաղաքական, ոչ թե ինձ դուր է գալիս, ես ինձ պարտավորված եմ զգում։ Եթե ես երևի հայտնի չլինեի, չգիտեմ ինչ ձև կլինեի, բայց ինձ վրա պարտավորություն եմ զգում, եթե ես լսելի եմ, իմ խոսքը լսելի է, ապա ես պետք է պայքարեմ այդ մարդկանց իրավունքների համար, իմ նաեւ բոլորիս մեր հասարակության իրավունքների եւ ապագայի համար։ Գանք ընտրությունների թեմային, Հայկ, պատկերացրեք, որ ինչ եմ այս հարցը ձեզ տալիս, որովհետեւ մենք շատ լավ հասկանում ենք, չնայած որ չենք վստահում այն հարցումներին, որոնք հրապարակվում են, մեծամասամբ իրարամերժ կարելի ասել։ Չենք վստահում, բայց ամեն դեպքում մեր պատկերացումը ունենք եւ շատերի կարծիքով, մեծ մասի կարծիքով հայաստանցիների կա 3 մեծ ընդդիմադիր ուժ, կան Սամվել Կարապետյանի ուժը, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի եւ 18 մեկ էլ Փաշինյանի կուսակցությունը հանում ենք, մնում է 17 այդ 17 կուսակցություններից եւս կան կուսակցություններ, որոնք ունեն շանս անցնելու հաղթահարելու այդ 4%-անոց շեմը եւ ձեր կուսակցությունը այդ մի քանի կուսակցություններից մեկն է, մի քանիսն են, այսինքն 2-3 կուսակցություն, որ մենք պատկերացնում ենք, որ կարող են այդ շեմը հաղթահարեն եւ սա կարեւոր թեմա է, որովհետեւ շատ հնարավոր է, որ արդյունքները լինեն այնպիսին, որ ԿՊ-ի ու ընդհանուր ընդդիմության տոկոսները լինեն շատ քիչ տարբերություն լինի եւ վճռորոշ լինի նաեւ այն կուսակցությանը, որ հաղթահարել է 4%, այսինքն դուք կարող եք ստանալ 4 կամ 5%, բայց վճռական խոսք ունենալ շատ ճակատագրական պահի։ Այդ ժամանակ դուք ինչ եք անելու։ Ենթադրեք դուք եք այդ միակ փոքր կուսակցությունը, որ հաղթահարել եք եւ հիմա պետք է որոշում կայացնեք։ Ինչ որոշում եք կայացնելու, որտեղ մի կողմում Փաշինյանն է, մյուս կողմում կուսակցություններն են, որոնց դուք նույնպես քննադատում եք։ Շատ լավ հարց է, եթե թույլ տաք ես մի փոքր նախաբան ասեմ եւ անցնեմ առաջ։ Եվ նախաբանս վերաբերելու է, то есть խոսքս ուղղելու է մեր քաղաքացիներին, հարգելիներս, շատ կարեւոր է ձեր մասնակցությունը։ Եվ վստահ կարող եմ ասել, քանի որ մաթեմատիկական շատ պարզ դա հաշվարկ է։ Անկամ եթե 3 կուսակցությունները խոշոր, որոնք անցնում են, հա, եւ կամ մեծ իշխող կուսակցություն 3 ընդդիմադիր խոշոր, սա եղավ 4, 18-ից ան 1 4, 14 մնաց տակ կուսակցություններ։ Այս 3 կուսակցությունները երեքով միասին չեն հաղթում իշխող կուսակցությունը։ Հիմա իրեն կարող են ասել հաղթում ենք, ինչ որ ամեն մեկը բերի տարբեր տիպի այդ հարցումներ եւ այլն, բայց ես ձեզ մաթեմատիկական հաշվարկ եմ ասում, որ ոչ կամ հավասար չեն հասնում։ Հաջան ինչ որ հարցումներ ունեք։ Այո, եւ հարցումներ ունենք եւ ամեն օր մենք մեր թիմով փողոցում ենք, մարդկանց հետ ենք շփվում եւ առանց խցիկի ենք շփվում, որ մարդիկ չեն վախենում։ Հավասար են, չեն անցնում։ Եվ շատ կարեւոր է այստեղ առնվազն եւս մեկ ընդդիմադիր ուժ, իրական ընդդիմադիր, ոչ թե պսևդո ընդդիմադիր, օրինակ հանրապետություն, ուժ, հանրապետություն։ Կուսակցությունը դա ԿՊ-ի, այդ ասել եմ բան, էժան պաձելկեն է, էլի, այսինքն ինքը որ անցնում է, տենց այդ մարդը չգիտեմ ինչ իրանց ձեն պետք է տա, այնա մայր գործարանին կտա, էլի ձայն։ Հիմա պետք է անցնի առնվազն մեկ ուժ, լավ կլինի իդեալական աշխարհում եւ իդեալական, հա, այսպես դու կա չէ զուգահեռ աշխարհներ կա, իդեալական զուգահեռ աշխարհում 2-3 եւս որ անցներ, այսինքն մոտ հավանական է որ մեկը անցնի։ Հավանական է որ մեկը անցնի եւ դա պարտադիր է որպեսզի կարողանա ընդդիմությունը առնվազն ալտերնատիվ նաեւ առաջացնել իշխանության հանդեպ։ Զուտ թվերով եմ ասում։ Եթե մեզանից կախված լինի կառավարության կազմը, այստեղ մենք մեր կարմիր գծերը արդեն վաղուց նշել ենք, եւս մեկ անգամ չեմ զլանա ասեմ, մենք բնականաբար չենք կարող համագործակցել ԿՊ-ի հետ, իշխող կուսակցության հետ եւ չեն կարող համագործակցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի ուժի հետ եւ սա ասել ոչ թե իրենց սիրուն կամ ոչ սիրուն աչքերի համար է, այլ գաղափարական է։ ԿՊ-ի հետ մենք ճանապարհ ենք հասկանում ենք, հասկանում, չէ, հենց դա որ չեն կարող եւ իրենց հետ համագործակցել եւ իրենց հետ համագործակցել, որպես լոկոմոտիվ եմ ասում։ Իսկ մյուս ուժերի հետ այստեղ շատ կարեւոր է հասկանալ պարլամենտարիզմի բանը, էլի սիստեմը ոնց է աշխատում։ Եթե մենք պարլամենտական պետություն ենք, եթե մենք այդ ուղղությամբ ենք շարժում, ապա պարլամենտարիզմը խոսում է հենց միասնությունների մասին, որովհետեւ առանց միասնությունների կառավարություն չի կազմում ուղղակի։ Բայց նաև պետք է մարդիկ հասկանան, որ մեզ օրինակ ձայները ինչի համար են տալի, մեր սկզբունքների, մեր ծրագրերի համար։ Եթե մենք պետք է մեկի հետ կոալիցիա կազմենք, որտեղ չի լինելու, չի կատարվելու մեր ծրագրերը, մեր սկզբունքներից հեռանալու ենք, ապա կոալիցիա կազմելը ինքնանպատակ չի, որովհետև այստեղ շատ կոալիցիա կազմելը Նիկոլին հեռացնելու համար դա նպատակ չի։ Դա է նպատակ, բայց ծրագրերը իրականացնելն է կարևոր։ Եվ եթե օրինակ մենք ունենք ծրագիր եվրոպականացում,
Մյուս ուժերը հիմա ինչքան էլ մեկը ասի այդպես չի եւ այլն, ես ներքին համոզմունք ունեմ եւ կարծում եմ ժողովուրդն էլ շատ լավ գիտի, որ պրոռուսական ուժեր են։ Եթե իրենց համար շատ կարևոր է, չէ, այդ թեզը, որ պետք է ԿՊ-ն հեռանա, շատ լավ, թող մեր այդ կետը ընդունեն, որ մենք գնալու ենք եվրոպականացման ճանապարհով։ Մնացած կետերում կարող ենք բանակցել։ Մեր համար կարելի լինել եվրոպական արժեքներ կրող հասարակություն եւ պետություն, բայց ունենալ նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ոչ թե չի կարելի, պարտավոր ենք ունենալ շատ լավ հարաբերություն Ռուսաստանի հետ, բայց ոչ թե Ռուսաստանի կամակատարը լինել։ Իսկ ուժերից որ մեկն է ասում, որ ինքը Ռուսաստանի կամակատարն է։ Ոչ մեկ էլ չի ասում։ Ոչ ոք չի ասում, ավելին ասեմ, ես հարցազրույցների ժամանակ, երբ հարցնում եմ Ռուսաստանի մասին, հենց այդ ձեր հնչած, բացի Ծառուկյանից իրենց հետ շատ քիչ եմ հարցազրույցել, բայց եւ Սամվել Կարապետյանի ուժի ներկայացուցիչները եւ Ռոբերտ Քոչարյանի ուժի ներկայացուցիչները շատ հարցեր ունեն Ռուսաստանին։ Եվ իրենք էլ են այդ հարցերը բարձրացնում եւ չեք կարծում, որ իսկապես եթե կա հնարավորություն ստեղծել կոալիցիոն կառավարություն հայաստանցիների համար էլ չէ կարեւոր է, որ այդ կառավարությունում կամ այդ մեծամասնությունը խորհրդարանում լինեն տարբեր ուժեր, մեկը մյուսին։ Դենց դա եմ ասում, այսինքն եթե մենք կետ մտցնենք, հա, նույն այդ պայմանագիրը, չգիտեմ, հուշագիրը եւ այլն, որտեղ հստակ պարզ կլինի, որ Հայաստանը կառավարությունը ընդհանրապես որևիցե մի ազդեցիկ օղակ բացարձակ ոչ մի կախում չունի Ռուսաստանից, դա երաշխավորված լինի, նոր այդ դեպքում մենք կարող ենք քննարկել այդ կոալիցիան։ Եթե այդ ուժերը դրան չգան, համաձայն չլինեն դրան, ինչ-ինչ ճանապարհներով փորձեն խուսափել, խուսանավել, այսպես ասած, բնականաբար մեզ համար դա ձեր միակ պայմանը։ Դա ամենակարևոր պայմանն է։ Մենք իրավունք չունենք որևիցե պետությունից կախված լինել, դառնալ նրանց կամակատար։ Բայց ինչից եք որոշել, որ կախված են լինելու, եթե կան Սամվել Կարապետյանի օրինակ։ Այդպեսի ներքին համոզմունք ունեմ։ Որովհետև ինքը ռուսաստանցի օլիգարխ է։ Այո։ Իրենք հակառակ իրենք հանրապետության ասма հանրապետություն կուսակցությունը մինչև այդ 23 թվականը, ասма կյանքից դառը փորձ էլի, մինչև 23 թվականը, այսինքն այդ մինչև այդ ընտրությունները ընթացքում ասում են մենք անդիմություն ենք, ինչ ասես չէին ասում ԿՊ-ին։ Հենց անցան 3-ը չասեցինք, հաշվենք, միացան իրար հետ կոալիցիա կազմեցին։ Ժողովուրդ բոլորը ամեն ինչ ասում են, ուշադիր տեսեք ով ինչ է անում։ Հետաքրքիր է, ամեն դեպքում բանակցությունները ձեզ հետ բարդ չեն լինի, չէ, եւ փակուղի չեն մտնի եւ ձեր դիրքորոշման պատճառով չենք կորցնի Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը։ Ինչպես դա եղավ Երևանի քաղաքապետարանի։ Մենք ամեն ինչ կանենք, չէ, Երևանում կարող ենք խոսել, Երևանում հակառակը, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի կանա ընդ որում այդտեղ կոալիցիայի խնդիր չկար, այնտեղ ընդհանրապես ձայները պետք է տային մեզ որպես լոկոմոտիվ ուժ, բայց դոկ կոչված այդ կերպարը խաբեց իր ընտրողներին, նախ ինքը 7 ձայն չուներ, սա ասեմ էլի, որպեսզի մարդիկ պատկերացնեն, մեզ պետք էր 7 ձայն, որպեսզի այդ դոգ կուսակցությունը, այն ժամանակ ուրիշ անուններ չեմ հիշում, հա, այդ կուսակցությունը տար բան ընդհանուր ընդդիմությանը, որպեսզի 33 լիներ 33 մանդատ լիներ ընդդիմության մոտ, 32 մանդատ մտնում էր իշխանության մոտ։ Բայց իրենք այդ 7 ձայնից 7-ից 2-ը չունեին, իրենք ունեն 5, որովհետև մեկը նստած էր բանտում, մյուսը ինչ որ Մոսկվայում էր եւ չէր գալիս։ Եվ իրենք խափելով բոլորին ասում են մենք ունենք 7 ձայն, մենք գնում ենք նախ այդտեղ խափեցին, չունեն 7 ձայն, ունեն 5 ձայն եւ չէինք կարողանում մենք հաղթել, բայց ունենք եւս մի շանս այսպես ասած իշխանությանը հեռացնելու դա չափավել քվորումը, սակայն մի քիչ բարդ process-ներ է, մարդիկ չեն պատկերացնում, եւ ավելի պարզ է։ Հա, չէ, դուք գիտեք, բայց մենք ոչ թե իրար հետ ենք խոսում, ի վերջո մենք նաեւ հանրության հետ ենք խոսում։ Եվ իրենք եկան եւ մասնակցեցին այդ նիստերից։ Այսինքն իրենք ապահովեցին քվորումը, դա մաքուր իշխանական քայլ էր։ Իրենք չպետք է ապահովեին քվորումը եւ բնականաբար այդ դոգը բացատրեց իր ընտրողներին ինչի է դա խափեց նորից եւ ցավոք սրտի նաեւ ընտրողների որոշ մասը, ոչ բոլորը շատ էր հասկացա որ նա։ Հայ, գիտեք ինչ եմ ուզում եմ որ այ հիմա պատկերացրեք որ ձեզ նայում են հայաստանցի երիտասարդներ, շատ երիտասարդներ ուշադիր նայում են ձեզ։ Նայեք այդ երիտասարդների աչքերին, իմ աչքերին նայեք, պատկերացրեք որ ես եմ այդ երիտասարդները եւ ասացեք որ եթե ձեզանից կախված լինի Փաշինյանի հեռանալը, դուք
մաքսիմալ ամեն ինչ կանեք, որ նա հեռանա։ Բնականաբար, ես դա ասել եմ եւ ասում եմ։ Բանակցություններ, հետընտրական Բայց դա բանակցությունների չի կարող լինել մեր պրինցիպների եւ համոզմունքների հաշվին, որովհետեւ մարդիկ ձայները, երբ որ պարլամենտական ընտրություններ, ոչ թե անհատական, ոչ թե նախագահական, եթե պարլամենտական, ի վերջո մարդիկ տալիս են պրինցիպների եւ ամենակարևոր ծրագրերի համար։ Դու չես կարող հավաքել ձայներ քո ծրագրերի համար եւ հետո անել լրիվ ուրիշ բան։ Դա կլինի sense, չգիտեմ, խաբեություն։ Բայց փորձել աշխատել մնալով քո պրինցիպների մեջ եւ քո ծրագրերի մեջ առավելագույնը անել, որպեսզի դրանք իրականանան, սա է կարևորը։ Դա բնականաբար քաղաքական ուժի պարտականությունն է։ Ինձ թվում է, որ այս իրավիճակը, որը ստեղծվել է այսօր Հայաստանում, նաև կա ինչ-որ տիեզերական արդարություն, որ չկա մեկ առաջնորդ, ով կգա ազգը կփրկի, այլ կա կոլեկտիվ ինչ-որ մի հատ ուժ, տարբեր, շատ տարբեր, որ կգան ու այսպես համախմբվելով, որ հայերը ի վերջո պետք է սովորեն նախ եւ առաջ իրար հետ լեզու գտնել եւ ինչ որ այդ ընդհանուր փող բանով, փողզիջումների գնացող դա անպայման պետք է անել, բայց քաղաքական, երբ խոսում ենք քաղաքականության մասին, տեսեք ինչ հետարքիր բան կա։ Մենք խոսում ենք ուժերի մասին, դա հարց եք տալի, ում կմիանա, ում չեք միանա։ Բայց ընդդիմադիր ուժերից, եթե 3-ի մասին ենք խոսում, առնվազն 2-ը, դեռ մենք չգիտենք իրենց վարչապետի տեխնացուն ով է։ Չգիտենք, որովհետև եթե հիմա դուք ասեք, որ գիտեք ինչ կա այդ երրորդ իրենց Նարեկ Կարապետյան։ Չէ, իրենց կուսակցությունը ինչպես էր կոչվում, որովհետև մեր ձևով էր սկզբից, հետո փոխվեց, չէ։ Ուժեղ Հայաստան։ Եթե ուժեղ Հայաստանը ասում է, որ մեր վարչապետի տեխնացուն Սամվել Կարապետյանը, դա այդպես չի։ Մենք բոլորս հասկանում ենք։ Նախ առաջին համարը Նարեկ Կարապետյանը։ Եվ մաթեմատիկորեն ենք հասկանում, որ այդպես չի։ Չէ, բայց իրենք ասում են, որ մեր վարչապետի տեխնացուն ինքն է, չէ, բայց դա այդպես չի կարող լինել, չկա տարբերակ, որի դեպքում լինում է Սամվել Կարապետյանը վարչապետ։ Այսինքն մենք չգիտենք իրենց վարչապետի տեխնացուն ով է։ Իրենք չեն ասում Նարեկն է։ Այո, իրենք դուրս գային ասեն Նարեկն է մեր Կարապետյան մեր տեխնացուն, ես կասեի, այրանք ունեն տեխնացու։ Գայիկ Ծառուկյանը չունի տեխնացու, հասկանում եք, մարդուն հարց են տալի, ասում են ձեր վարչապետի տեխնացուն, ասում է կասենք, ժամանակը կգա, կասենք, եղբայր եկել է ժամանակը, անցել է արդեն։ Հավատում եք, Անդրանիկ Թևանյանը պետական դավաճանություն է արել։ Ես չեմ ուզում հավատալ դրան, բայց պետք է հետևենք process-ներին եւ կտեսնենք։ Իսկ դուք կարծում եք, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի օրոք կարող են լինել արդար դատական process-ներ։ Ես դրա մասին չեմ կարծում եւ դատական համակարգը շատ հեռու է արդար լինելուց, բայց միևնույն ժամանակ չեմ կարող բացառել, որ process-ները նաեւ կարող են իրական լինել։ Այսինքն սա մեկը մյուսին չբացառող է։ Դրա պետք է տեսնել։ Պետք է սպասել։ Հուսամ իշխանությունները կփոփոխվեն եւ բոլոր այս process-ները, որոնք այսօր սկսված են, բոլորը արդեն ավելի արդարադատությամբ կանցնեն եւ մենք իմանանք իրականությունը։ Ձեր կարծիքով Արցախի էջը փակ է։ Սա շատ կարևոր հարց է, դա ԿՊ-ն է պնդում, նախ ուզում եմ ասեմ, իրենք չեն բացել այդ Արցախի էջը, որ իրենք էլ փակ են, ոչ ես եմ բացել, ասեմ փակ է, կներեք, ոչ դուք եք բացել, ասեմ փակ է, դա մեր ազատագրական պայքարն է եղել, ընդ որում դա եղել ինքնապաշտպանական պայքար, սա չի եղել ինչ որ հորինված մի բան, որ ասում են թոք էր մեր վզից, այդպես չի, կներեք, սովետական միություն փլուզման ժամանակ Ադրբեջանի պետությունը պետական դոկտրին, հա, ընդունեց, որ հայերը այդտեղ չպետք է ապրեն։ Եվ դա ինքնապաշտպանական պայքար էր, որը վերածվեց հետո Արցախյան շարժման, որովհետև նաև Հայաստանը օգնեց իր քույրերին եւ եղբայրներին, որպեսզի այնտեղ իրենց ուղակի չբնաջնջեն։ Այնպես որ կներեք։ Այստեղ ոչ ոք չի կարող խոսել փակվելու մասին, եթե ինքը չի բացել դա։ Դա ժողովուրդն է բացել, պայքարն է բացել եւ այդ պայքարն էլ այս պահին դեռ գնում է ինչու, որովհետև այդ մարդիկ ուղակի տեղահանվել են բռնի կերպով իրենց հայրենիքից։ Դուք նաև ասում եք, որ անկախ նրանից ինչ արդյունքներ կունենան ընտրություններ, ինչ արդյունքներ կունենանք մենք ընտրություններին, Հայաստան պետությունը կլինի եւ վտանգներ չեն լինի, որտեվ վտանգներ շատ կարող են լինել, որտեվ X ժամի ժողովուրդը ոտքի կկանգնի, հա, ճիշտ եմ ես հասկացել։ Հիմա խնդրում եմ, պատկերացրեք այդ ամենայնիվ Աստված չտա Փաշինյանը հաղթել է կրկին։ Ինչ է լինելու Հայաստանում։ Ոչ մի լավ բան։ Օրինակ, առարկայական ուրացման ճանապարհը շարունակվելու է։ Այսինքն Արարատը չի լինելու։ Ուրացման ճանապարհը շարունակվելու է։ Ես կարծում եմ սիմվոլները քիչ-քիչ հանելու են,
թե տարբեր զինանշաններից եւ այլն այդտեղից գրքերից քիչ-քիչ հեռացվելու, սա շատ դանդաղ process է լինելու։ Եթե գիտեք, խեցգետինը, չգիտեմ, եթե խոհանոցային բաներին ծանոթ եք, եթե խեցգետինը երբ որ գցում ես էփելու, ինքը միջև վերջը չի հասկանում որ էփվում է։ Այսինքն դանդաղ երբ որ ջերմաստիճանը բարձրանում, ինքը հանգիստ նստած գիտի թե նորմալ է ամեն ինչ։ Միջև այն բան որ արդեն այլ չի կարող գիտակցի ոչ մի բան։ Եվ սա այս ճանապարհով են անելու, բնականաբար, որովհետև մասնագիտացված կերպով է արվելու, քիչ-քիչ է արվելու, քիչ-քիչ է ներփելու։ Հանելու ենք այս, հետո այս, հետո այս, հետո այդ օվերտոնի պատոններ, ու ասում այնքան են բացես կվազնակ արդեն, էլի, կներեք։ Հա։ Ազդում է արդյոք կա ուղղակի ազդեցություն Բաքվից Փաշինյանի վրա, թե կա պարզ մարդկային վախ։ Դա մեկը մյուսին հենց մեկը մյուսի հետևանք է։ Այսինքն ոչ թե մեկը մյուսին բացառող երևույթ է, հենց մեկը մյուսին հետևանք է, քանի որ Փաշինյանը հասկանում է, որ իր վերարտադրման միակ, այսպես ասած, խաղաթուղթը, որը կարող են օգտագործել այսպես կոչված խաղաղությունն է, իսկ իրականում սա ուղղակի պատերազմի բացակայություն է այս պահին, եւ եթե այդ խաղաթուղթը իր ձեռքից վերցնել, էլ ոչ մի առաջարկ չունի։ Դե ինչ հաշված են առաջարկ, որ ամեն տարի ասում են, նորից մենք թալանչիներին այս անգամ բան ենք անելու, չէ, իրենց փողերը վերցնում են, երրորդ ընտրությունն է, այդ մարդը այդ թեզով թալանչիներին արդեն բարդ մարդը դուր է գալիս, դուք եք ասում, որ այսօր էլ մեծ աջակիցներ ունի։ Իհարկե, բայց դրա համար ասում, այդ մարդիկ պետք է հասկանան, ոչ թե ինչ ասում են, ինչ անում, ես դրա համար եմ դիմում բոլորը, ասում, Ժորժ ջան, տեսեք ինչ անում, այս մարդը 8 տարի ուներ, ինչ է արել։ Մենք անգամ մտածում ենք, օրինակ 5 տարի անցնի, եթե Աստված ոչանի ինքը ընտրել։ 5 տարուց հետո էլ է նույնը լինելու, ասելու են 31 թվականին այսօր բոլոր թալանչիների բարը տները մենք վերածելու ենք, չգիտեմ ինչ ուղղակի չասես, չէ՞ մինչև 31 թվականը տունը մերն ալի ինչ որ ինքը կարող է մենակ ինիկատորը մենակ Գագիկ Ծառուկյանի տունը, այսինքն ոչ մի բան չանելու հերթով։ Գագիկ Ծառուկյանի տունը մինչև 31 թիվը, 31-ից 36 թիվը, չգիտեմ, ում մեկ մյուսի տունը ու սենց մի տես քանի պաշտոնյան են ում տները կարելի մի 100 տարի հետ։ Հայկ, փաստորեն Փաշինյանը գնում է երրորդ ժամկետի։ Սերժ Սարգսյանի դեպքում դա եղավ այն պատճառը, ինչի համար մարդիկ տրիգերը, հա, որ մարդիկ դուրս եկան փողոց։ Ինչու հիմա նույն տրիգերը չօգտագործել, չասել, որ այս մարդը իրավունք չունի գնալ երրորդ ժամկետի, թեև ըստ օրենքների կարող է, բայց ասենք ինչ պետք է մեկը ինքն էր ասում, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, ինչպես դու անընդհատ ուզում վարչապետ լինել։ Որովհետև եւ քաղաքականությունը, ինչպես եւ բնությունը իր բնական կանոններ ունի, պետք է հասունանա պահը։ Այս ժամանակ հասունացել էր, անցել էր 25 տարի։ Հիմա դեռ չի հասունացել։ Ժամանակ դեռ հասունանում է, բայց դեռ չի հասունացել։ Վստահաբար հասունանալու է, բայց դեռ չի հասունացել։ Հետաքրքիր է, այսինքն դուք ձեր ներքուստ ինչ որտեղ նաև մերվել եկան այն մտքի հետ, որ այս ընտրություններին հնարավոր է որ Փաշինյանը վերընտրվի, բայց ոչինչ դրանից հետո էլ կյանք կա, մենք կշարունակենք մեր պայքարը եւ այլն։ Եթե մերվի այդ մտքի հետ ես չէի մասնակցի ընտրություններին։ Մեր ընտրություններին մասնակցել է բավականին մեզանից մեծ ջանքեր, տանջանք, հիմա չստացի ուրիշ բաներ, բայց իսկապես եթե ազնիվ մղումներով ես գնում ընտրությունների ոչ մի հետին մտքեր չունես, ոչ մի ինչ-որ ֆինանսավորողներ չունես, այս չունես, այն չունես, այլ իրական պայքար է դա բավական ծանր ճանապարհ է։ Եթե մենք մերվեինք դրա հետ, մենք հանգիստ բոլորս մեր գործերով կզբաղվենք, մեր թիմի մասն է խոսքը։ Բայց մենք չենք մերվել եւ մտել ենք այս process-ի մեջ, որը բավական նյարդային եւ հալումաշանող process է։ Անշնորհակալ գործ է, բայց էսել աշար, երբեք չպետք է սպասել շնորհակալության, երբ որ ուզում ես մի լավ բան անես։ Երբեք։ Հայ, իսկ դուք որ կողմում եք, երբ հասարակությունը երկու մասի է կիսվել, հա, մի մասն ասում է, որ հեղափոխություն է եղել, մարդիկ պարզապես ինքնաբուխ դուրս են եկել սկզբից ինքնաբուխ, հետո լավ կազմակերպել է Փաշինյանը, դուրս են եկել փողոց, որտեղ չեն ուզում, որ Սերժ Սարգսյանը գնա երրորդ ժամկետի։ Մյուս մասն էլ ասում է, ոչ սա հատուկ ծրագիր էր եւ Նիկոլ Փաշինյանին հատուկ բերել են Արցախը հանձնելու եւ ընդհանրապես Հայաստանը կործանելու համար։ Դուք որ կողմում եք։ Հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև ես անմիջական մասնակցություն ունեցել եմ ամեն ինչի հետ։ Իմ մասով, այսինքն point of view, այսպես ասած, դա եղել է ինքնաբուխ, որովհետև ես ինքնաբուխ եմ դուրս եկել, այն մարդիկ ովքեր արդեն ինձ լսելով դուրս են եկել, ինքնաբուխ են դուրս եկել։ Բայց միևնույն ժամանակ չեմ կարող բացառել, որ ինչ որ ներքին պայմանավորվածություններ են եղել, օրինակ, որի մասին ես չեմ իմացել, ժողովուրդը չի իմացել։ Չեմ կարող բացառել, որ հիմա բացառեմ, սուտ ասած կլինեմ, բայց միևնույն ժամանակ ես դրա մասին չեմ իմացել եւ հիմա էլ չգիտեմ։ Եթե ես հետո իմանայի, կասեի ժողովուրդ, հա, իհարկե, սենց եղել է
ոնց как мы прозевали, էլի, բայց կարող է լինել, որովհետև բաներ կա, որ նայում է շատ տարօրինակ է։ Բաներ կա, որի համար կարող է, դե օրինակ այդ ռադիոյի մուտքը, այ ներխուժումը, դա հստակ կարող է իրավական process-ի սկիզբ։ Հիմա դրա համար գիտեք ինչ կանեն, մի 50 տարի կտայի։ Շատ կոնկրետ է, հələ թողեք մեկ անդինադիմից, մեկ ռադիո, հələ թողեք։ Okay, հարցերը առաջացնում։ Լավ, իսկ այդ դեպքում Արցախի կորուստը դավաճանություն էր, թե հիմարություն։ Ես կարծում եմ դա հստակ վատ կառավարման արդյունք էր, սխալ կառավարման արդյունք էր։ Հիմարություն էր։ Ես գիտեք, կարող եմ ասել հիմարություն, կարող եմ ասել տգիտություն, կարող եմ ասել անհեռատեսություն, ինչ բառով ուզում եք ասեք, մեկը քիչ է, որովհետև այն ինչ մենք կորցրել ենք, դա անպատկերացնելի է։ Գիտեք, որովհետև գուցե մեզ համար այս պահին այդ հարցի պատասխանը այդքան էլ կարևոր չէ, բայց ապագա սերունդների համար շատ կարևոր է հասկանալ ինչպես կորավ Արցախը, ինչպես կորցրեցինք Արցախը, ինչի հետևանքով կորցրեցինք Արցախը, որտեղ դավաճաններ էին, թե ուղղակի հայ ազգը ինչ որ մի երկար ժամանակով պատմական դարձավ հիմար։ Չեմ կարող հստակ ասել, բայց իմ ընկալմամբ եւ հաշվի առնելով Փաշինյանի փառասիրությունը, հակառակը ինքը կուզենար կերազեր, որ իր օրոք ոչ թե հələ Արցախը օրինակ ոչ թե մնար ոնց կա, հələ մի քիչ էլ ավել հողեր ունենայինք։ Սա փառասիրության որպես բան դրա համար եմ մտածում, որ այս արկածախնդրությունը, չիմացությունը, տգիտությունը այդ ոլորտում միգուցե այդ ամեն ինչը բերել է էլ ավելի, որովհետև մենք տեսել ենք մարդը ոնց է ոչ մի թիզականից դառնում ուղակի իսկ ձեր կարծիքով այլ պետությունների կամակատար։ Ինչու ինքը նոյեմբերի 10-ը հեռացավ։ Էդ էլ է լավ հարց, դա շատ լավ հարց է, որովհետև կարծում եմ մեր քաղաքական եւ մեր հասարակությունը քաղաքական իմաստով եւ մեր քաղաքական դաշտը եւ մեր քաղաքական էլիտան, եթե այսպես կարելի է կոչել, ինչ որ կա, հա, բացարձակ չի հասունացել դրան։ Օրինակ դա շատ լավ օրինակ է, երբ որ մենք տեսնում ենք, որ Brexit-ի պատճառով, չէ, Մեծ Բրիտանիայում վարչապետը, որը նախաձեռնեց այդ ամեն ինչը, ինքը կարծում էր, վստահ էր, որ ժողովուրդը դեմ է քվեարկելու եւ ճիշտ է անում, բայց ժողովուրդը կողմ քվեարկեց Brexit-ին, նա անմիջապես հեռացավ։ Տեսեք, ինչքան անհամատելի բաներ են Արցախի կորուստը եւ ուղղակի Եվրոպայից դուրս գալը, չնայած իրենց համար դա մեծ հարց է, բայց այս աստիճանի չէ։ Բայց այնուամենայնիվ դա իրենց քաղաքական մշակույթի մեջ չմտնում, որ ես իմ ասածը չկատարվեց, ժողովուրդը ու ես տարբեր ձև մտածեցինք։ Ընդհանուր ժողովուրդը գիտեք շատ փոքր, դե 49-51% է, բայց ինքը հեռացավ։ Հարց տամ էլի, տեսեք, երբ որ պատերազմից հետո, կապիտուլյացիայից հետո, այդ երակոմ հայտարարությունից հետո մի քանի շաբաթում, մի քանի ամսում բոլոր կառույցները ոչ պետական, հասարակական, մշակութային եւ այլ Փյուրքի եկեղեցին հայտարարեցին, որ Փաշինյանը պետք է հեռանա։ Ինչու նույն process-ը չսկսվեց հենց ՔՊ-ի ներսում։ Ինչու հենց թիմակիցները չեկան, չասեցին, պարոն Փաշինյան, գուցե դուք հեռանաք, մենք ուրիշ առաջնորդ ունենանք, որովհետև պարտվել եք պատերազմում, որովհետև եթե այսպես շարունակվի, դուք շատ խոցելի եք, չեք կարող բանակցել։ Առաջինը, ինչ գալիս է, դա հարմար կյանքի կորցնելու վախը։ Այն ինչ որ ես ասում եմ, ինչ որ ես տեսել եմ իրենց մոտ, այսինքն իրենք երբ որ եկան իշխանության, ինքս սկսեցին վայելել այդ իշխանությունը, այդ գումարները, որը երբեք չեն ունեցել։ Այսինքն վախեցել են Փաշինյանից, որ ինքը ամեն դեպքում ավելի ուժեղ է, չեն կարողացել համախմբվել Փաշինյանի դեմ, ես չեմ հասկանում այդ։ Չէ, որովհետև իրենք հասկացել, որ առանց Փաշինյանի իրենք զրո են։ Եվ դա պարզ է, կներեք։ Իմիջիալս մի բան, ձայնագրություն եղել էր, չէ՞, մի որ մի ԿՊ-ական ինչ որ ասում էր պետքա գնա, ինքը առաջարկում էր այլ ԿՊ անդամի եւ այլն։ Ինչ որ sense կարող է ինչ որ sense փոքր բաներ եղել են ներքին, մենք չգիտենք դրա մասին, այդ մի ձայնագրություն լսել ենք, բայց վստահաբար իրենք բոլորը հասկանում են, որ առանց Փաշինյանի այդ կուսակցությունը գոյություն չունի։ Լավ, Հայկ, ես միշտ հարցազրույցների վերջում բլից եմ անում, բայց ձեզ հետ բլից չեմ ուզում անել, ուրիշ բան եմ ուզում առաջարկել, հուսով եմ կընդունեք իմ առաջարկը։ Ես թվարկում եմ ըստ ցուցակի 18 կուսակցությունները, որ մասնակցում են ընտրություններին, դուք ամեն մեկի մասին մի հումորով բան եք ասում եւ ասում եք այդ կուսակցությունը
իսկական ընդդիմություն է թե չէ, դուք անկեղծ եւ շատ խնդրեմ ձեզ կրեատիվ եք, ասեք։ Դա ընտրություններից հետո կարող ենք անել կամ ընտրությունից շատ առաջ, բայց հիմա ազնիվ չի լինի, որովհետեւ ես կողմ եմ հանդիսանում, ես սուբյեկտիվ եմ։ Հետո ինչ։ Դուք անում եք, դուք ձեր բաներն ռոլիկներն եք գետրամաբանությամբ կառուցում։ Ես մի անգամից կարող եմ ասել, որ ես բոլորին համարում եմ մեզ մրցակից եւ ես սուբյեկտիվ եմ լինելու։ Եվ բացի դրանից պետք է ցավով միգուցե նշեմ շատ-շատին չեմ ճանաչում ընդհանրապես։ Դե եթե ձեր մրցակից դա ու չեք ճանաչում։ Դե չեմ ճանաչում, ինչ անեմ, հասարակություններ չի ճանաչում շատերին։ Ամենայն դեպս մեր թիմը չի ճանաչում խոսքով։ Կարծում եմ այս մի փոքրիկ հումորով եզրափակվենք։ Լավ, կներեք, էլի, իսկապես դա ազնիվ չի լինի, էլի, շատ։ Ես թվում էր թե դուք շատ այսպես տարբերում եք ուրիշներից։ Այո, կարող եմ հումորով բաներ ասել բոլորի մասին, առնվազն ում ճանաչում եմ։ Ոչ մի մասին չեք ճանաչում։ Բայց Հայկ իսկ տեսել եք այն Ոստանում հոլովակների միջոցով դա կտեսնենք մոտակա 10 Այն շատ կարճ ռիլը որ հիմա տարածվում է Facebook-ում, որտեղ Ալեն Սիմոնյանը, այսպես վրթոված, ասում է ում ուզում եք գնացեք ձայն տվեք, բացի այդ 3 խոշոր կուսակցություններից։ Օրինակ գնացեք Spider-Man-ին ձայն տվեք, նայել եք երևի։ Հա, ինձ ուղարկել։ Սա ինչի մասին է վկայում։ Հետարքի դա վկայում է նույն բանի մասին, ինչի մասին խոսում է ամեն օր Նիկոլ Փաշինյանը, այսինքն Ալեն Սիմոնյանը բացարձակ ոչ մի նոր բան չի ասել։ Իրենք հորինել են այդ թեզը երագլուխ հրեշը, որը ասեմ որ իրականում երագլուխ հրեշի դա քառագլուխ հրեշ է, մի գլուխն էլ այդ մի գլուխն էլ հենց ԿՊ-ն է։ Չէ, հենց ԿՊ-ն է, իրանք սա քառագլուխ հրեշ է, որը մեկ առանց մյուսի կյանք չունի։ Սա այսպես է մեր բնորոշումը եւ ընդհանրապես մենք եթե Ալեն Սիմոնյանն այդպես է ասում կամ ԿՊ-ն ոչ թե Նիկոլ Փաշինյանը այդ թեզը բերել առաջ ԿՊ-ի տարբեր ներկայացուցիչները տարբեր ձևերով են ասում մենք ապա ասում ենք Ժորժ ջան հակառակը մենք պետք է գլխատենք այդ քառագլուխ հրեշը եւ ընտրություն ի վերջո կատարենք ուժերի անգամ չեմ ասում մեզ չգովազդեմ ես սուբյեկտիվ չլինեմ օբյեկտիվ լինեմ ուժերի որոնք այնուամենայնիվ կախված չեն մեկ մարդուց մեկ օլիգարխից ինչ որ պետությունից ինչ որ գումարներից եւ այլն վատ բաներ նույնիսկ չեմ ուզում ասեմ ոչ ընդդիմությանը իշխանությանը պարտավոր եմ ասել ընդդիմությանը դե որպես ընդդիմություն բայց էլի շատ խնդիրներ ունեն այնուամենայնիվ Ալենը նոր բան չի ասում Ալենը շարունակում է Փաշինյանի թեզը վկայում այն մասին որ իրենք իսկապես տագնապի մեջ են որ արդեն չեն ասում եկեք մեզ ընտրեք այլ ասում են ում չպետք է ընտրել չէ դա վկայում է դրա մասին որ իրենք առանձնացնում են այդ երեք կուսակցությունները որովհետեւ իրենք իրենց համար դա շատ հարմար ընդդիմություն է եթե իրենք մնան իշխանության դա իդեալական ընդդիմություն է որ նորից կարծում եք որ իրենք չեն վախենում այդ դե բոլորն էլ միշտ վախենում են ընտրություններից առաջ բայց ավելի շատ այդ թեզը նրա համար է որպեսզի լինեն ոնց որ հիմա է այս պահին հա մեր պարլամենտը բոշափչացած այս խոսույթն է չէ նա մեկը դուրս է գալիս կապ չունի ինչ ասում խելքին մոտիկ բան ասում թե չէ այն նրան ասում է չգիտեմ դավաճան հետո այն մեկն է դուրս գալի խելոք միտք ասում թե ինչ կարևոր չի այնսան ասում է բան այդ կաշառակեր կամ թալան չի ու վերջ այսինքն նյութի մասին բացարձակ ոչ մեկ չի խոսում իրենց հարմար է դա հեշտ է պետք չի պատրաստվել պետք չի իրոք արգումենտացիա անել ինչ որ քննադատություն այլ ուղղակի հելում ես ասում ես այդ բանը բան կար այդ բան պատրաստի ռիզինկա դա ռիզինկա է կոչվում էլի այսինքն որ դուրս ես գալի ասում ես մի բան որը կապ չունի այդ ամենի հետ բայց ժողովուրդը գոհ է մնում քո ասածից առաջիկա օրերին ձեր կարծիքով ու որտեղ ընտրություններին 10 օր է մնացել այդուամենայնիվ իշխանությունները կհայտարարեն որ դուրս են հանում ուժեղ Հայաստան դաշինքը Սամվել Կարապետյանի դաշինքը ընտրապայքարից Հետարքիր էլի շատ հետարքիր հարց է ես ինչ եմ ամենքով ասում հետարքիր հարց է նշանակում է այդ հարցի շուրջ մենք քննարկում ենք ունեցել մտածել ենք չունեմ միանշանակ պատասխան հանելու են թե ոչ վստահ եմ որ չեն ուզենա հանեն կուզենան հաղթեն դա ավելի լավ է եթե տեսնեն որ չեն հաղթում բայց եթե տեսնեն որ չեն հաղթում վստահաբար կգնան այդ քայլին մի քանի օր է մնացել նման քայլի գնալ համար իսկ դուք ինչ կանեք այդ դեպքում Եթե Սամվել Կարապետյանի ուժին հանեն մենք շարունակում ենք մեր պայքարը անկախ ամենից իսկ եթե այն կուսակցությունները ովքեր մնացել են ընտրապայքարում ընդդիմադիր կուսակցությունները որոշեն ինչ որ միասնական ակցիայով հանդես գալ կմիանաք իրենց ամեն ինչ կախված է ակցիայից ամեն ինչ կախված է գործողություններից իրավական հիմքերից եւ այլն այսինքն ցած չեմ կարող ասել վստահաբար մենք ամեն մի քայլի որը
իրավական է, օրենքով է, ժողովրդին նպաստող է, բնականաբար Երբ են լինելու նոր մի քիչ ծիծաղելի սուր ռոլիկներ։ Մոտակա 10 օրեն բավականին շատ։ Իսկ դուք հասկանում եք, հայ որ ձեզանից շատ են սպասում, քանակով էլ են շատ սպասում, որովհետև մարդիկ այս իրավիճակում նաև ինչ որ բան պետք է տեսնեն, որը կառաջացնի ժպիտ։ Շատ պարտավորեցնող է դա, մասնավորապես որ այդ ժպիտ առաջանալու հետ մեկտեղ մենք մեսիջներ ենք տալիս քաղաքական լուրջ եւ փորձը ցույց է տալիս արդեն հիմա մենք տեսնում ենք, որ հումորի տեսքով մեսիջ տալը շատ աշխատող է եւ շատ մտնում է մարդու մեջ եւ դրա մեջ շարունակելու ենք եւ այո մարդիկ ինձ փողոցում դե ամեն օր մենք որ մարզեր ենք այցելում Երևանում ենք շրջում շատ են հարցնում բա մյուսը ինչա լինելու եւ այլն մենք ասում ենք սյուրպրիզ կլինի կտեսնեք հուսամ ձեր դուրը կգա անկախ ընտրությունների արդյունքներից դուք մասնակցել եք Երևանի քաղաքապետի ընտրություններին Լավ հարց եք տալիս, դա բավականին 2 տարուց է։ Ես անընդհատ մտահոգված եմ մեր քաղաքի մասին, ես տեսնում որ մեր քաղաքի կառավարումը տապալված է եւ դա երևանցիներն են տեսնում եւ հուսով եմ որ երևանցիները հասկացել են որ 28% մասնակցությունը ընտրություններին լավ բանի չի բերում, այսինքն 100 հոգուց 28-ն են գնացել ընտրության, 72-ը մեր երևանցիները գնացել իրենց գործերով այդ օրը։ Հուսամ որ թե այս ընտրությունում, թե մյուս ընտրությունում այդպես չի լինելու, չեմ բացառում բնականաբար։ Չեք բացառում։ Այո։ Մենք հուսով եմ հունիսի 8-ին կհանդիպենք պատահաբար Հանրապետության հրապարակում եւ միասին մի բան կխմենք Նիկոլի գնալու կենացը։ Այո, ես հուսով եմ որ հունիսի 8-ին արդեն մեր ժողովուրդը ճիշտ որոշումներ կայացրած կշարժվի առաջ։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ, շատ հաճելի զրույցի համար։